Այս հաղորդումը երիտասարդներ են դիտում են երիտասարդները, որոնք ասում են, ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, ինձ հետաքրքիր չի, բայց չնայեն իմանան, դուք ձեր տեսանկյունից այդ անունները տվեք։ Օրինակ Սամվել Կարապետյանի ուժը, CS 4 դուք անուններ տվեք, ես ասեմ, բացառվում է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ մեր միասնությունը կամ համագործակցությունը։ Իսկ մենք չենք դիտարկում նրանց հետ էլ բացարձակապես, որովհետև վստահության դեֆիցիտ կա։ Ինչով պայմանավորված։ Լուրեր են պատտվում տարբեր, որ երրորդ նախագահի ուղղությունը կարող է լինել եւ այլն, եւ մենք խնդիր ենք տեսնում այս Իսկ օրինակ Արամ Սարգսյան։ Ոչ, բացառվում է, որովհետև Արամ Սարգսյանը արդեն հայտարարել էր, որ չի բացառում իշխող իշխանության հետ կոալիցիա կազմելը, դա մեզ համար խնդիր է։ Արման Բաբաջանյան բացառվում է։ Էդմոն Մարուքյան բացառվում է։ Նինա Կարապետյանց բացառվում է։ Հայկ Մարության բացառվում է։ Բոլորին դեմ եմ։ Բացառվում է։ Բոլորին դեմ եմ ինչի։ Որովհետև եթե իրենք բոլորին դեմ են, ուրեմն իրանք իրանց էլ են դեմ, ինչ են առաջարկում։ Հա իրանք ասում են, որ իրանք իրանց էլ են դեմ, ուղղակի իրանց է լրիվ այլ կոնցեպտ է։ Հիմա ես այդ հարգելիներին հարց եմ հնչեցնում, ասում եմ, եթե դուք մուտք եք գործում քաղաքականություն, ամբողջ դաշտը մոնիտորինգ եք անում, չէ՞։ Տեսնում եք այնտեղ, որ բացի աղտեղությունները կան նաև նոր ուժեր։ Այդ նոր ուժերի մասին, նոր ուժերի գաղափարների մասին լսել եք, տեսել եք, չեք եկել, չեք զրուցել, կարող է տիրույթ ենք ձեզ տրամադրում։ Ասում եմ, ձեզ էլ ենք դեմ։